Արդարադատության նախարարության կողմից վերջերս նախագիծ էր ներկայացվել հանրային քննարկման, նախատեսվում է փոխել վիճարկման հայցերը դատարանի կողմից վարույթ ընդունելուց հետո կիրառվող կասեցման ընթացակարգը եւ նախատեսել, որ այսուհետ վիճարկման հարցերով վարչական դատարան դիմելիս ակտը դատարան դիմելու հիմքով ավտոմատ չի կասեցվելու։ Առաջարկում է 83 հոդվածի կարգավորումները փոխել այնպես, որ այսուհետ բոլոր հայցատեսակներով գործի միանման սկզբունք, այդ թվում նաև վիճարկման հայցի պարագայում եւ եթե ներկայիս կարգավորումներով վիճարկման հայցի պարագայում, երբ որ անձը կամ քաղաքացին դիմում է դատարան, կասեցվում է տվյալ վարչական ակտը, այսուհետ ավտոմատ կասեցում դատարան դիմելու հիմքով չլինի։ Փոխարենը տնտեսվարողը եւ քաղաքացին վարչական ակտերը վիճարկելու պարագայում ստիպված կլինեն լրացուցիչ միջնորդել հայցի ապահովում, որպեսզի կարողանան դատարանին խնդրել կասեցնել տվյալ վարչական ակտի գործողությունը, նշում է Վահե Աստվածատրյանը։ Ես բազմիցս քննարկումներին ժամանակ նշել եմ, որ ոչ այլ ինչ է, քան վարչական արդարադատության կտրուկ սահմանափակման լուրջ փորձ եւ բացի այդ սա նաեւ վարչական դատարանի դերի նվազեցման, նսեմացման մի գործընթաց է, ինչի համար, որովհետեւ ստացվում է մի իրավիճակ, որ նույն այդ ակտերի վերադասության կարգով վիճարկման դեպքում դրանք ավտոմատ կասեցվում են, մինչդեռ վարչական դատարան վիճարկելիս այլևս ավտոմատ չեն կասեցվում։ Ստացվում է, որ անձը պետք է հիմնավորի, ինչի համար է կասեցվելու ակտի գործողությունը, հիմնավորի, որ այն կվնասի իր բիզնես կամ առօրյա գործունեությանը, որպեսզի դատարանը կարողանա հիմնավորվածություն ստուգել եւ ըստ դրա որոշում կայացնել։ Իրենք փորձում են տանել նրան, որ սրանով վարչական արդարադատության, ծանրաբեռնվածության խնդիրն են ոնց որ թե կարգավորում, բայց ոչ, չեն կարգավորում։ Եթե զուտ շեշտադրումը այն է, որ մտածում են, որ եթե վարչական դատարանի դերը նվազեցնենք, անձը եւ քաղաքացին այսուհետ կմտածի, որ այլևս իմաստ չունի դիմել վարչական դատարան, գուցե այդ մասով ճիշտ են։ Բայց մնացած առումներով իրանք ավելի ծանրաբեռնելու են վարչական դատարանը։ Եթե նախկինում առավելապես ծանրաբեռնված էր վարչական դատարանի առաջին ատյանը, հիմա սկսելու է ծանրաբեռնվել նաև վերաքննիչ ատյանը, որովհետև հայցի ապահովման տեսքով կայացված ակտերը բողոքարկելի են։ Ստացվում է, որ կարող է անվերջ բողոքարկումների շղթա առաջանալ։ Ստեղծվելու է մի իրավիճակ, որ գործընթացները ավելի են ցկցկվելու, դատարանները ավելի են ծանրաբեռնվելու եւ փոխանակ ներկայիս կարգավորումը դարձնել այնպես, որպեսզի լինի առավել ճկուն եւ դատավարությունը հեշտանա, արագանա, բարդացնելու են ոչ միայն փաստաբանների, ոչ միայն տնտեսվարողների, այլ նաեւ դատավորների գործը։ Վահե Աստվածատրյանը նշում է, վարչական դատարանի 3 ատյանների դատավորներն էլ քննարկումների ժամանակ բացասական կարծիք են հայտնել նախագծի վերաբերյալ, մեջբերելով նաև այն խնդիրը, որ իրենց աշխատանքի ծավալը ավելի է մեծանալու։ Ես կարծում եմ, որ խնդիրը նաև շատ խորքային է, պետությունը փորձում է հիմնավորել նույն նախագծի հիմնավորումների մեջ բերել տարբեր երկրների փորձ, այնտեղ 4 թե 5 երկիր են նշված, որոնց թվում են Գերմանիան, Մոլդովան, Ուկրաինան եւ հիմնական շեշտադրումը բնականաբար Գերմանիայի վրա է, որպես զարգացած իրավական համակարգ ունեցող երկիր։ Փաստաբանի դիտարկմամբ սա անընդունելի հիմնավորում է, քանի որ չի կարելի ուղղակի հղում անել մի որևէ զարգացած երկրի, ասել այնտեղ լավ է։ Այդ նույն հղումը անելուց մոռանում են, որ այնտեղ չկա 80% պետության կողմից, վարչական մարմինների կողմից պարտված գործեր դատական պրակտիկայում վերջին տարիներին, այնտեղ չկա մեր նման վարչարարություն, այսինքն այնտեղ ժողովուրդը այնքան դժգոհ չի վարչական մարմինների աշխատանքից, որքան մենք ենք այստեղ դժգոհ։ Մեր զրուցակիցը նշում է, առնվազն վերջին 3 տարիների ցուցանիշով 78% դեպքերում քաղաքացին եւ տնտեսվարողը հաղթել են վարչական մարմիններին ամենատարբեր գործերով։ Մեծամասամբ պետությունը պարտվել է դատական գործընթացներում հենց առաջին ատյանում։ Եկեք ուղղակի օրենքով նախատեսենք, որ վարչական մարմինը վերադաս դատական ացիաներ բողոք բերելու իրավունքից զրկված է եւ եկեք այնպես անենք, որ ստեղծենք այնպիսի մեխանիզմներ, որ նույն այդ վարչական մարմինը մտածի ոնց ավելի բարելավի միջդատական փոլը, որպիսի արտադատական բողոքարկումները վերադասության կարգով ավելի արդյունավետ քննվեն եւ իշահ քաղաքացու ավելի շատ օբյեկտիվ որոշումներ կայացվեն, որ բանը դատարան չհասնի։